ինֆեկցիոն հիվանդանոց գալուց սովորաբար միշտ մարդիկ մտածում են, որ միկրոբները, վիրուսները անպայման բնակվում են ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց մենք իրենք հակառակը համոզված դուրս են գալիս ընդեղից, մեր մոտ երբևէ ոչ մեկ վիրուս մեր մոտից չի տարել, բոլորը բերում են, ճիշտ է, բայց բոլորը բերում են դրսից։ Մենք չնայած որ ունենք կորոնավիրուսային որոշակի դեպքեր, դրանք սովորական սուրշնչական վիրուսային հիվանդությունների շարքում զբաղեցնում են միջանկյալ տեղը եւ որևէ առանձնահատուկ մոտեցում կամ առանձնահատուկ բուժում կամ համաճարակային առումով առանձնահատուկ միջոցառումներ չեն պահանջում։ Վաղ հայտնաբերված դեպքերը կանխում են արդեն ծանր ընթացք, այսինքն մենք դեպքերի թիվը կարող է աճել, բայց մենք ունենում ենք արդեն բարդացած դեպքերի պակասում, նվազում, հոսպիտալացված դեպքերի նվազում, ծանր մահացու ելքերի նվազում։ Ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում մենք գործ ունենք ոչ միայն տվյալ հիվանդի, այլ նաև իր շրջապատի առողջության եւ անվտանգության եւ չհիվանդանալու գործոնը պայմանավորված է նաև տվյալ հիվանդի պատասխանատվության ոչ միայն իր հանդեպ, այլ իր հիվանդությունը վաղ ախտորոշումով նաև շրջապատի հանդեպ։ Ինքս ականատես եմ եղել, թե ոնց է հնարավոր գրիպի պատվաստանյութով կանխել բավականին մեծ թվով եւ թոքաբորբերի առաջացումը եւ բռնկումները, այդ թվում նաեւ աշխատելով փակ կոլեկտիվներում վստահաբար կարող եմ ասել, որ գրիպի պատվաստանյութով մենք կանխել ենք բազմաթիվ դեպքեր։